սպիտակուցի ֆունկցիաները մեր խմբով ներկայացնում են կատալիտիկ ակտիվություն ունեցող սպիտակուցները, այսինքն ֆերմենտները։ Մեր աշխատանքը կատարել են Գրիգորյան Մարեդան, Ավագյան Լիլիթը, Այվազյան Ալիսան, Նարվազյան Կայանեն։ Բովանդակությունը, ֆերմենտի տեսակները, ֆերմենտի հատկությունները, ֆերմենտի ազդեցության մեխանիզմը, ֆերմենտի ակտիվության վրա ազդողությունները, կատալազ ֆերմենտը և փորձ տեսանյութը։ Ֆերմենտները կենսաքիմիական կատալիզատորներ են, որոնք կարողացնում են օրգանիզմում ընթացող բոլոր քիմիական ռեակցիաները, դրանց կարելի է դասակարգել ըստ տարբեր հատկանիշների, ըստ կառուցվածքի և ըստ ազդեցության։ Ըստ կառուցվածքի ֆերմենտները կարելի է բաժանել երկու խմբի՝ բարդ ֆերմենտներ և բաց ֆերմենտներ։ Բաց ֆերմենտները կազմված են միայն ամինաթթուներից, չունեն ոչ սպիտակուցային բաղադրիչ, գործում են առանց հավելյալ նյութերի և ժողովրդով գլոբուլային սպիտակուցներ են։ Օրինակ, պեպսինը քայքայում է սպիտակուցները ստամոքսում, իսկ բաց ֆերմենտները լինում են երկու տիպի՝ ապոֆերմենտ և կոֆերմենտ։ Ապոֆերմենտները սպիտակուցային մասեր են, որոնք ապահովում են ֆերմենտի ձևը և սուբստրատի հետ կապը, և կոֆերմենտները ոչ սպիտակուցային մաս են, որը անհրաժեշտ է ֆերմենտի կենսագործունեության համար։ Եվ ըստ ազդեցության կարելի է դասակարգել 6 խմբի օքսիդոռեդուկտազներ, որոնք կատալիզում են օքսիդացման և վերականգնման նյութերը։ Տրանսֆերազները բխում են ֆունկցիոնալ խմբեր, մեկը հիդրոլիզը կատարում է նյութերի քայքայում, լիազները դրանք միջանկյալ ռեակցիաներ են, իզոմերազները կատարում են նյութափոխանակություն, իսկ լիգազները կատարում են սինթեզ և վերականգնում։ Ֆերմենտների բնորոշ հատկությունները։ Ֆերմենտները կամ էնզիմները ունեն մի շարք բնորոշ հատկություններ։ Առաջինը կատալիտիկ ակտիվությունն է։ Ֆերմենտները կենսաբանական կատալիզատորներ են, որոնք մեծ արագություն են ապահովում, հաջորդում բարձր արդյունավետություն։ Ֆերմենտների անգամ շատ փոքր քանակը կարող է մեծ արագություն ապահովել, յուրահատկություն կամ սպეციფიკություն։ Յուրաքանչյուր ֆերմենտ գործում է կոնկրետ նյութի կամ ակտիվ կենտրոնի վրա։ Մեկ պայմաններում գործելու ունակություն։ Ֆերմենտները արդյունավետ են մարմնի 37 աստիճաններում և նեյտրալ pH-ի մոտ պայմաններում։ Սենսիտիվություն արտաքին գործոնների նկատմամբ։ Եթե pH-ը կտրուկ փոփոխվի կամ ջերմաստիճանը կտրուկ բարձրացվի կամ իջացվի, ֆերմենտը կարող է չգործել կամ վերանալ։ Օրինակ վերցնենք լակտազ ֆերմենտը, կատալիտիկ ակտիվություն, լակտազը գործում է միայն լակտոզայի վրա, սպეციფიკություն, լակտազը գործում է լակտոզայի վրա, որը հակառակ դեպքում շատ դանդաղ կընթանար, սպეციფიკություն, լակտազը գործում է միայն լակտոզայի վրա և քայքայում է միայն այդ նյութը։ Մեկ պայմաններում գործելու ունակություն, լակտազը արդյունավետ է մարմնի 37 աստիճան Ցելսիուսում և թույլ pH-ի պայմաններում։ Միաբաղադրիչ և երկարալիչ ֆերմենտների ազդման մեխանիզմները նույնն են, քանի որ ակտիվ կենտրոնը ֆունկցիոնալ տեսակետից նույն դեր է կատարում։ Ֆերմենտատիվ կատարվածում առաջադառնում է ֆերմենտ-սուբստրատ կոմպլեքսի առաջացում։ Սուբստրատը այս դեպքում S-ն է, Yen ֆերմենտը, S-շտրիխը ակտիվացած սուբստրատը և P-ն ռեակցիայի արդյունք։ Առաջինը ես առաջանում է ես դա սուբստրատի կապն է ֆերմենտին, ես-ից եպ է դա ռեակցիան է ֆերմենտի ներսում և եպ-ից եպ+P արտադրանքի ազատում ֆերմենտի վերականգնում։ Այս սխեման մշակվել է Հենրիի կողմից, հետագայում հաստատվել է Միքայելիսի կողմից և հաստատված է ես եշտրիխ կոմպլեքսների անջատումով։ Նշված սխեմայի տարապացույցն է ացետիլխոլինի հիդրոլիզի ռեակցիա։ Ֆերմենտի և սուբստրատի համապատասխանության տեսություններ։ Գոյություն ունի երկու տեսություն, առաջինը բանալի կողպեքի տեսությունը և երկրորդը ինդուկցված համապատասխանության տեսությունը։ Առաջինը բանալի կողպեքի տեսություն։ Առաջարկվել է Էմիլ Ֆիշերի կողմից 1894 թվականին։ Ֆերմենտի ակտիվ կենտրոնը ունի որոշակի ձև։ Սուբստրատը նույնպես ունի այնպիսի ձև, որ ճշգրտությամբ համապատասխանում է ակտիվ կենտրոնին։ Այսպիսով ֆերմենտը ճանաչում և կապում է միայն այն սուբստրատին, որը լիարժեք համապատասխանում է իր ձևին։ Առավելությունները, որ բացատրում է ֆերմենտի բարձր սպეციფიკությունը, թերություններ, որ չի բացատրում այն փաստը, որ որոշ ֆերմենտներ կարող են ազդել նման կառուցվածք ունեցող մի քանի սուբստրատների վրա։ Չի հաշվի առնում, որ ֆերմենտի կառուցվածքը կարող է փոխվել ռեակցիայի ընթացքում։ Հաջորդը ինդուկցված համապատասխանության տեսություն
հավելությունը առաջարկվել է Դանիել Կոշնատի կողմից 1958 թվականին։ Ֆերմենտի ակտիվ կենտրոնը մշտապես ֆիքսված ձև չունի։ Երբ սուբստրատը մոտենում է ֆերմենտին, այն կարող է փոխել իր ձևը, որպեսզի հարմարեցվի սուբստրատին։ Այս կառուցվածքային փոփոխությունը կոչվում է ինդուկսված համապատասխանություն։ Այսպիսով ֆերմենտը և սուբստրատը հարմարեցվում են միմյանց հետ, ապահովելով կատարյալ և արդյունավետ կատալիզ։ Առավելությունները այն է, որ բացատրում է ֆերմենտի ճկունությունը, բացատրում է, թե ինչպես ֆերմենտը կարող է փոփոխվել և ակտիվացնել տարբեր սուբստրատներ, ավելի ճշգրիտ է ժամանակակից մոլեկուլային կենսաբանության տեսանկյունից։ Ֆերմենտի ակտիվ կենտրոնը ֆերմենտի մոլեկուլի մի փոքր հատուկ կառուցվածք ունեցող հատված է, որտեղ սուբստրատը կապվում է և տեղի ունենում քիմիական ռեակցիա։ Այն ֆերմենտի աշխատող մասն է։ Կազմված է ամինաթթվային շղթայից, սպիտակուցի ամինաթթվային շղթայից, որոնք առաջնային կառուցվածքում կարող են միայն հեռու լինել, բայց սպիտակուցից արվելու արդյունքում նրանք դասավորվում են կողք կողքի։ Կազմված է երկու մասից՝ կապող հատված և կատալիտիկ հատված։ Կապող հատվածը ապահովում է սուբստրատի ամրացումը ֆերմենտին, իսկ կատալիտիկ հատվածը սուբստրատի քիմիական ակտիվությունն է պահպանում։ Ակտիվության վրա ազդող գործոնները ֆերմենտների ակտիվության վրա ազդող գործոններն են ջերմաստիճանը, pH-ի արժեքը, սուբստրատի կոնցենտրացիան և ինհիբիտորները կամ արգելակիչները։ Ջերմաստիճանը յուրաքանչյուր ֆերմենտ ունի իր օպտիմալ ջերմաստիճանը, որի ընթացքում ֆերմենտը ձեռք է բերում առավելագույն ակտիվություն և ջերմաստիճանի բարձրացման հետ արագանում է քիմիական ռեակցիաները, սակայն որոշակի շեմից հետո 40-ից 50 աստիճան Ցելսիուսում ֆերմենտի ակտիվությունը կտրուկ ընկնում է, պատճառն այն է, որ 40-ից 50 աստիճան Ցելսիուսում սպիտակուցը գնափոխվում է։ Սուբստրատի կոնցենտրացիան յուրաքանչյուր ֆերմենտ ունի իր pH-ի միջավայրը, pH միջավայրը, որտեղ ֆերմենտի ակտիվությունը առավելագույն է, սակայն pH-ի շեղումը օպտիմալ արժեքից նպաստում է ֆերմենտի կառուցվածքի փոփոխությանը և ֆերմենտի ակտիվության նվազեցմանը։ Սուբստրատի կոնցենտրացիան արագացնում է քիմիական ռեակցիաները, մինչև այն կետը, երբ ֆերմենտի ակտիվ կենտրոնները սպառված են, և վերջինը արգելակիչները, դրանք լինում են մրցակցային և ոչ մրցակցային արգելակիչները, դրանք այն արգելակիչներն են, որոնք պայքարում են մրցակցում են սուբստրատի հետ միևնույն ակտիվ կենտրոնի միանալու համար, իսկ ոչ մրցակցային արգելակիչները դրանք միանում են այդ ֆերմենտին, փոխում նրա կառուցվածքը և նվազեցնում ակտիվությունը։ Կատարած ֆերմենտները միապես փոխում են տարբեր նյութերի քիմիական փոխադրումների արագությունը։ Ֆերմենտներից մեկը կատարածը պարունակվում է շատ հյուսվածքներում, այն արագացնում է ջրածնի պերօքսիդի H2O2-ի ճեղքումը, որի արդյունքում առաջանում է ջուր և մոլեկուլային հյուսվածքի, դրանով կատարածը պաշտպանում է բույսի կամ կենդանու բջիջը ջրածնի պերօքսիդի թունավոր ազդեցությունից։ Կատարել ենք փորձ, այժմ ներկայացնենք փորձը։ Հավաքում լավ ենք հում կարտոֆիլը։ Առաջին փորձանոթի մեջ լցնում ենք այդրում կարտոֆիլը։ Հետո լցնում ենք եփած կարտոֆիլը։ Այնուհետև եփած միսը։ Հում միսը։ Եվ վերջում լցնում ենք աղաս։ Հիմա այս բոլոր փորձանոթների մեջ ավելացնելու ենք 3%-անոց 3 մլ H2O2-ի ջրային լուծույթ։ Լավ խառնելու ենք փորձանոթների պարունակությունը։
որպեսզի հետևենք արդյունքին։ Ահա, առաջինը ավելացնում ենք ավազի վրա։ Սկզբում ոչ մի փոփոխություն չնկատվեց, սակայն որոշ ժամանակ անց առաջացան որոշակի պղպջակներ, դա ավելացնում ենք հումուսի վրա։ Ինչպես տեսնում ենք, առաջացան պղպջակներ, այսինքն այստեղ ջրածնի կատալազը քայքայեց ջրածնի պերօքսիդը մինչև ջուր եւ մոլեկուլյար թթվածին։ Եփած մսի վրա ոչ մի փոփոխություն չառաջացավ, քանի որ բարձր ջերմությունից կատալազը կորցրել էր իր ակտիվությունը, դրա համար պղպջակներ չառաջացան եւ չքայքայեց։ Ավելացնում ենք եփած կարտոֆիլի վրա, կրկին ոչ մի փոփոխություն չի նկատվում։ Վերջում արդեն ավելացնում ենք հում կարտոֆիլի վրա, որտեղ ինչպես տեսնում եք առաջանում են պղպջակներ, այսինքն կատալազ ֆերմենտը ջրածնի պերօքսիդը քայքայեց մինչև ջուր եւ մոլեկուլային թթվածին։ Մեր այս ներկայացրած աշխատանքը ներկայացրել ենք մոդելի տեսքով, բջջի մոդելի, որտեղ պարզ երևում է ֆերմենտները, որոնք բջջաթաղանթի վրա են ներկառուցված։